Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք այս պահին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր հաղորդաշարերը, եթե բաց թողնեք FM հաճախականությամբ։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում եւ մեր տաղավարում հյուրընկալել եմ Ռեա փառատոնի հիմնադիր տնօրենին Քասունին է մեր տաղավարում, բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք։ Կարևոր ու հետաքրքիր միջոցառում է սպասվում ամսի 19-ից 25-ը Երևանում Ռեա փառատոն։ Ինչի մասին է այս փառատոնը, եթե ամփոփ փորձենք ներկայացնել։ Շնորհակալություն հրավերքի համար։ Փառատոնը ամփոփ հիմնականում մասնագիտական անիմացիոն ֆիլմերի փառատոն է եւ պատկերապատման արվեստի փառատոն է, որտեղ բացի կինոները լավագույն անիմացիոն կինոները ներկայացնելուց եւ հիմնական ոչ մանկական ֆիլմերն են, նաեւ մեր փուն առաքելությունը զարգացնելն է եւ խթանելն է անիմացիոն ոլորտին եւ դրա համար էլ 2009-ից ունենք վարպետաց դասընթացներ, աշխատարաններ եւ ժամանակի ընթացքին նաեւ իր բիզնես պլատֆորմն ենք կամ հարթակն ենք այսպես ասած զարգացրել եւ ունենք հատուկ համագործակցության, համարտադրության հարթակներ եւ պատկերապատման առումով էլ նաեւ 2015-ից ընդգրկել ենք պատկերապատումը, կոմիքս արվեստը կամ վեբերը կոմիքսային պատկերապատված եւ այդ ոլորտն էլ քանի որ կարիք ունենք եւ պահանջ ունենք զարգացնում ենք եւ ունենք մասնակիցներ այդ առումով էլ աշխատում ենք եւ վերջի 3 տարին էլ նաև մեր նպատակներից մեկն է միջազգային քրագանությունը պատկերապատված հայերենի թարգմանել եւ հրատարակել եւ նաև արդեն հայկական հայ ստեղծագործողների աշխատանքները մրցույթի միջոցով ծանոթանալն է եւ իրենց խրախուսելն է, ֆինանսական աջակցություն տալն է եւ ինչու՞ չէ նաեւ հրատարակելն է։ Այս տարի առաջին փորձ ունենք նաեւ որպես Ռիա կոմիքսի մի մասնաճյուղը տպել եւ ապակային էլ նաեւ իրենց դա օտար լեզուներով թարգմանելով հանրայնացնել հայկական պատկերապատման արվեստը։ Մի խոսքով, եթե ուզեմ ավելի կարճ ասել, ժառանգության դեր կանգնելն է, ստեղծել ավելի ուժեղ ժամանակակից մի ժառանգություն եւ դա ժառանգել ապակայի սերունդին։ Այո, ժառանգել, արխիվացնել։ Այո։ Հետաքրքրվողները շատ են եւ պահանջարկը հանրության կողմից, որ այս ոլորտը առաջ գնա, ավելի շատ լինեն մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, երկու կողմից եւ հետաքրքրվողների իմաստով, ովքեր փորձում են գործունեություն ծավալել, եւ պահանջարկի իմաստով կուզեմ ներկայացնենք։ Դες խոսում ենք մի արվեստի մասին, որը աշխարհում մեկ ավելի շատ տարածված է, քան թե այլ արվեստ, որտեղ իր մեջ ընդգրկում է այդ արվեստի մասնագիտության տարբեր ճյուղերը մինչև հանդիսատեսը։ Այսինքն մենք փոքրուց նայում ենք անիմացիա։ Մեր առաջին դեղեցությունները, ինֆորմացիաները մեր կյանքում, մեր ուղեղում նստում են անիմացիոն ոճով կամ տեխնիկայով։ Դա լինում են հեռուստասերիալները, կինոները եւ այլն։ Ու ապակային սկսում ենք մենք եւ որ քիրքեր կարդալ, նույնիսկ պատկերազարդ քիրքեր են կարդում, չէ՞։ Եվ հետո դառնում են դրանք կինո, անիմացիոն կինոներ ու այդպես շարունակ։ Եվ եթե նայենք այսօրվա մեր մասնագիտության դիտի թարմ ուղեղով խոսանք, մասնագիտական առումով IT ոլորտից սկսած տարբեր ոլորտներում օգտագործում են իլյուստրացիա, օգտագործում են անիմացիա, օգտագործում են դիզայն եւ այլն։ Եվ անիմացիան այս բոլոր ոլորտները միախմբում է, համախմբում մի տեղում եւ ինքը մեծ բիզնես ոլորտ է իրականում։ Եվ այս դերից ելնելով պատասխանային է որ այո բանջարկը շատ մեծ է ուղղակի մենք բաց ենք թողել հանրայնացման առումով այդ սովետի անկախությունից հետո մենք կենտրոնացել ենք որպես Հայաստան եւ հայ անիմատորներ եւ հանցինս մեծ վարպետների որ ժառանգել են եւ ստեղծել են այդ մեծ ժառանգությունը քոյադևման եւ ստեղծագործության վրա են աշխատել այլ ոչ թե ավելի շատ հանրային այսպես ասած դիստրիբյուցիա միջազգային բիզնես այդ
ոլորտի թերևս ժամանակները չեր ներում։ Հիմա 2009-ից ի վեր 17 տարի է փառատոնը նաև այդ հանրայնացման Հայաստանի անիմացիան հանրայնացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարել եւ ստեղծել միջազգային հարթակ Հայաստանում եւ միջազգային մեծ անուններն են գալի մեր մոտ եւ հանդիպում են մեր տեղացի վարպետների հետ հավասարը հավասարին եւ այդ պահանջարկը այդտեղ շատ կարեւոր էր երբ ասում եք հավասարը հավասարին իսկապես մենք կարողացել ենք այդ շեմը հաղթահարել որ չենք հաղթահարել մենք հաղթել էինք արդեն որովհետեւ Ռոբ Սահակյանցը Յուրի Մուրադյանը Վալենտին Բոտմոգովը եւ թերևս հիմա Լև Ատամանովը եւ այսպես անուններ որ հիմա հանգարց մտքիցս թռնեն ներողություն բայց մենք արդեն ունեցել ենք հսկա մեծ անիմացիայի ժառանգություն կինո անիմացիոն կինոյի եւ դրա համար մենք այդ թեման չենք քննարկում մենք քննարկում ենք ավելի շատ հանրայնացման այդ կորձիկների ուղղությամբ աշխատելը եւ եթե ունեինք արդարություն այլ արդարությունը շրջանառության մեջ տնելու եւ բիզնեսի վերածելու խնդիրներ եւ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում այսինքն եթե չունենայինք այդ ժառանգով 85 դարվա եւ պլյուս ավել դարիներ մենք այս կան բան չենք ավելի համարձակ չենք խոսա եւ այդտեղից ելնելով մենք այսօր հիմա նորից կրտնամ որ այսպիսի լիք մասնակցություններ գերբարների ձևավորում արվեստի կինոյի կոնցեպտ արվեստի ստեղծում անիմացիա 2D 3D եւ այն այս ամեն ինչ եթե հաշվարկենք 50-60 մասնակցություն է բարոնակում իր մեջ որը IT ոլորտից մինչեւ արդյունաբերական բիզնեսի մեջ աշխատողները օգտվում են այս սպասարկումից ծառայությունից եւ եթե մի հատ էլ հանդիսատեսի աչքով նայենք մենք 2009-ին առաջին փառատոնը որ ունեցանք 3 օրեր ընդամենը դե 4 ունենք մոտ 2000 հանդիսատես մենք վերջին անգամ 2024-ին ունեցանք մոտ 8000 հանդիսատես ամբողջ շաբաթվա 6 օրվա ընթացքում եւ դա նշանակում է անիմացիոն ֆիլմի թիդումը եւ հետաքրքրությունը եւ պահանջարկը շատ մեծ է որովհետեւ անիմացիոն ֆիլմը բացի այդ ստերեոտայպից որ ինքը մանկական է արդեն մենք կտրել ենք այդ բանը եւ հասել ենք այն մատներին որ ինքը կինո է մենք որտեղ ունենք փաստաբավերագրական կինոներ հոգեբանական դրամատուրգիայի հիման վրա լուրջ ստեղծված ֆիլմեր կոմեդի եւ այլն եւ բոլորը շատ ֆիլմերի մեծ մասը 14-16 պլյուս ֆիլմեր են եւ երեխաները մենք չենք թույլ տալի որ մտնեն իսկ երեխաների ֆիլմերը առհասարակ ունեն իրենց ժամերը, իրենց օրերը եւ բրան նշում է որ դարիքի ֆիլմեր են։ Ինչպես հեքիաթներն են, չի ասում որ դրանք հիմնականում մեծերի համար են։ Կարող ենք այստեղ էլ ասել որ անիմացիան էլ ճիշտ է առաջին հայացքից տպավորությունը այդպես է, բայց դե հիմքում գաղափարների իմաստի մասով իրանք հիմնականում մեծ տարիքի համար են։ Դա եթե հիմա թեման շատ չշեղվենք, բայց մի հատ օրինակ տանք, մեր բոլոր մանկական, ոչ թե հայկական, առհասարակ միջազգային մանկական հեքիաթները, որ նայում ենք, կարդում ենք մեր փոքր տարիքից, մանկական չեն եղել։ Վախենալու հեքիաթներ են, միջազգայինները վերցնենք եւ հայկականներն նույնիսկ որ վերցնենք, երբեք 7 տարեկան կամ մինչեւ 8 տարեկան երեխաների համար չեն, 8+ տարեկան բադանիների համար։ Եվ դրա մասին միայն մեծ տարիքում են իմանում։ Այո։ Այ եկեք օրերով գնանք, հա, մեկ շաբաթ է տևելու։ Առաջին օրվանից մինչև վերջին օրը բաժանենք այսպես հաջորդականությամբ յուրաքանչյուր օրը ինչ կարող է տեսնել հանդիսատեսը, օրը ինչպես է հագեցած լինելու, ինչ տրամաբանությամբ է առաջնորդվելու եւ գրանցումներով է ինչպես է մարդիկ ինչպես կարող են ներկա լինել, թե բաց է մուտքը։ Դժբախտաբար այդպես էլ 100%-ով բաց չի, բայց բարեբախտաբար կան նախագծեր եւ ծրագրեր, որ 100%-ով բաց են մանավանդ ուսանողներին։ Ունենք առաջին օր 19 ամսի 19-ին բացումը միջազգային փառատոնին եւ ամսի 21-ին եւ այդ օրվանից արդեն 20-ից սկսած մենք ունենք ամեն օր ժամը 3-ից հետո դիտումներ, հadoop դիտումներ մեծահասակների եւ հիմնական ասենք այդ ֆիլմերի մրցութային ծրագրերի դիտումները, որոնք միջազգային ժյուրին է լինելու եւ հանդիսատեսը արդեն դոմսեր ովքեր որ ապահովել են եւ եթե չեն ապահովել արդեն կարող են դոմսարից վերցնան եւ ներկա գտնվեն։ Իսկ ամսի 21-ին նփագում վերնիսաժում լինելու է կոմիքսների արվեստի
ցուցանտեսի բացումը եւ մրցութային ծրագրի բացումը, իսկ ամսի 22-ին, որը գարզում են, որ երիտասարդներին ավելի է հետաքրելու մեր արդեն վերջին մի քանի դարվա մեջ մշակված Մարանի ծրագիրն է, Մարանին հայերենով մենք գիտենք կինո Մարանն է, բայց երբ որ անգլերենով գիսում ենք Market of Animation-ը լինում ինքը, եւ այնտեղ 22, 23, 24 աշխարհի մեծակույն անուններ, անիմեյտորներ եւ պրոդյուսերներ եւ հեղինակներ գալու են այնտեղ եւ որպես հյուր խոսելու են, օրինակ Pixar-ից լինելու է Մադլեն Շարաֆյանը իր Elio ֆիլմի մասին եւ իր անցած ուղու մասին է խոսելու, Polaris հայտնի Netflix-ի լավագույն ամենաշատ դիտված աշխարհում այսօր Arcane հերոստա շարքի հեղինակներն ստեղծողներն են լինելու 3 հոգով խոսելու են Մարանիում եւ գրգին Netflix-ի հանրահրճակ հերոստասերիալներից մեծերի բնականաբար Սեր Մահ եւ ռոբոտներ ֆիլմ հերոստաշարքի հեղինակներից մեկն է ռեժիսորն է եւ Մինյոնների Ռասկադրովկայի արվեստագետն է լինելու խոսելու եւ դեռ չհաշված որ օսկարակիր 2-3 ռեժիսորներ են լինելու այդտեղ ներկայացնելու են իրենց անցած ուղին, իրենց մասնագիտական փորձառությունը ու նաեւ առաջին անգամն է որ հեղինակավոր այդ մարդկանց հնարավոր է դարձել առաջին անգամը չի ամեն տարի մենք ունեցել ենք անցած տարի նաեւ ունեցել ենք Disney-ից Lion King-ի եւ Beauty and the Beast-ի ռեժիսորները, նկարիչները Արյուզարկայի եւ Հրեշնուկ Քեղեցկուին ֆիլմերի ուղղակի այս տարի մի քիչ Arcane-ով Netflix-ի հեղինակներն են շատ եւ ունենք բնականաբար ամսի 22-ին, 23-ին, 24-ին կինոյի դան մեջ առաջին անգամ լինելով նաև Արլուպայի հետ միասին համատեղ անում ենք VR virtual ֆիլմերի ցուցադրում։ Ցույց եք տալիս թե IT-ի հետ ինչպես կարելի է աշխատել, այդ այն կոմպոնենտն է, որի մասին կա, IT-ն աշխատում է անիմացիայի հետ, անիմացիան աշխատում է IT-ի հետ։ Մենք տարիներով, ես անձամբ տարիներով IT ոլորտի ժողովրդին համոզում եմ, որ ուշադրություն դարձնան հենց անիմացիայի վրա, որտեղ այդ ինչ որ կատարվում են, դրանք հիմքը ծրագիրներ են, որը ստեղծում են IT ոլորտի մարդիկ կամ անիմատորներ, որ դարձել են IT ոլորտի մասնակիցներ, որ կարողանան անիմացիայի խնդիրները լուծեն։ Եվ իհարկե վերջում բարեբախտաբար դե դժբախտաբար փակումն է ամսի 25-ին։ Եվ այս ամբողջ ծրագիրները ունենք մենք ակրեդիտացիաներ կամ badge-եր հատուկ մասնակցելու համար, բնականաբար ովքեր որ չեն ուզում ցերկ բերեն, միան դոմսերով իրենց ուզած սեանսները կարող են նայել, առնեն դոմսարով կամ հենց դահլիճում դեղում առնեն, մտնեն, բայց եթե ուզում են ավելի ցերունդու փաթեթային լուծում ստանան, փոխանակ ամեն օրվա այդ ծրագիրները դիտելու համար փոխանակ ծախսեն օրինակ 30,000 դրամ, ընդամենը 10,000 դրամով 60-70% զեղչով կարող են գայք մեր Instagram-ի կամ Facebook-ի էջով եւ նաեւ գայք էջով մտնեն եւ ցերկ բերեն ակրեդիտացիան badge-ը, որ եթե ուզում են միան ֆիլմերը նայեն, շատ ավելի մատչելի փաթեթ կարող են ցերկ բերել եւ ամեն օր 1-2 ֆիլմ նայել ավելի էժան, քան թե դոմսերովը։ Երկրորդը Մարանին է, որ 22-24-ը հոկտեմբերի կարող են առանցին վերցնել։ Երրորդն էլ փաթեթն է, որ երկուսը մեկում կարող են գրկնակի էժան ցերկ բերել եւ մասնակցել բոլոր ծրագիրներին եւ անշուշտ է ուսանողների համար այդտեղ մենք Facebook թիմադեդրով կամ Facebook-ով հայտարարել ենք, եթե չեմ սխալվում, այս վազոցի մեջ բոլորը չեմ հետևում որպես տնօրենի, բայց գիտեմ որ ունենք նախագծեր եւ ցուցադրումներ որոնք 5-ից 6 5-ից 7 արանքներում են ընկնում կամ Մալյան թատրոնում եւ Մալյան թատրոնում եւ կինոդանը որտեղ օսկարագիր ռեժիսորը Մայքլ Դուդոկ Դեվիթն է կամ Լորենցո Մատոտին, որ մեր բաստարի հեղինակն է նաեւ աշխարհահռչակ նկարիչ, դիզայներ, ռեժիսոր, որը նաեւ Վենեցիայի Բերնալեի բաստարներն անում քանի տարի է իրենք ներկայությամբ լինելու է այդ ֆիլմերի ցուցադրումը եւ կարևոր բան Arcane-ի որ մասին խոսում ենք ամսի 20-ին
կինոդան մեջ ժամը 5-ից 7-ը լինելու է անվճար թիտում մեծ էկրանին Arcane-ը հեղինակների ներկայությամբ։ Եվ մուտքը ազատ է։ Այո։ Ամսի 20-ի նմանավանդ մուտքը ազատ է, որտեղ Netflix-ի հետ պայմանավորվածությունը դա է, ցուցադրում ենք անվճար։ Շատ կարևոր է այս ամեն ինչի մասին, երբ խոսում եք, հասկանալ արդյոք պետության հետ համագործակցություն կա այս իմաստով, եւ պետությունը ոնց է նայում ոլորտի զարգացմանը, եթե այդ իմաստով գործ արվում է, խնդրեմ դա ներկայացնեք։ Դարի կարող եմ ասել աճում է այդ հետաքրությունը եւ ուշադրությունը անիմացիոն ոլորտի վրա եւ կարող եմ նաեւ ասել ունեցել ենք տարիներ ժամանակին, որ այդ պաշտոնյաները կամ որոնք ասենք մտածում են անիմացիան ընդամենը մուլտիկ եւ չէին ուզում գողքով անցնեին եւ չեն եղել անգամ դահլիճում, չեն ներկայացել, մտածելով որ դա մուլտիկի աշխարհ է, իրենք ավելի լուրջ պաշտոնյաներ են, լուրջ մարդիկ են ու չեն ուզեցել այնտեղ ներկա լինել, այն ընդամենը փոքրիկ մի հատ աջակցություն ա եղել ֆինանսական, այնքանով որ ասեմ որ մենք աջակցել ենք այսքանով հերիքա, բայց ժամանակի ընթացքում կարծում եմ որ այս վերջի շրջանում մանավանդ ուշադրությունը ավելի մեծ է, լինի քաղաքապետարանից, լինի նախարարությունից եւ հատուկ ուշադրությունը դարձում անիմացիոն ոլորտին, մանավանդ որ մենք որպես անիմատորներ եւ անիմացիոն ոլորտ վերջին 5-6 տարին ավելի շատ մրցանակներ ենք բերել Հայաստան, քան թե այլ ոլորտները եւ միջազգային ասպարեզներում շատ մեծ մասնակցություններ ունենք այդ առումով եւ համագործակցություն մի փոքր արդեն ավելի լավ է, բայց դեռևս բավարար չէ։ Օրինակ բարոն Դանիել Դանելյանը, փոխնախարարը մշակույթի նախարարությունից վերջին մի քանի ամիս է դարին հայտարարում է, որ իրենք արդեն ունեն 3 կարևոր փառատոններ, որպես մշակութային քաղաքականություն աջակցելու, դա մեկը ոսկե ծիրանը, երկրորդը ռեա փառատոնն է, որպես անիմացիոն ոլորտի միակը, երրորդն էլ գարճամետրաժ ֆիլմերի փառատոնն է, դա ողջունելի է, բայց նաև գիտենք, որ մյուս փառատոններն էլ որ գոյություն ունեն Հայաստանում, իրենք էլ կարևոր դերակատարում ունեն, բայց որպես միջազգային եւ բանցեր հանրայնացման եւ մեծ կորզունություն ցերպերող այս 3 փառատոններին իրենք որոշել են, դա հետաքրքիր է մեզ համար որպես անիմացիոն կինոփառատոն, որ հատուկ ուշադրություն է դարձվել եւ փաստը մնում է փաստ, որ Հայաստանը միակն է անիմացիոն ոլորտին ուղղված մասնագիտական եւ դարաձաշրջանում ամբողջ այս ինչ որ լինի մենք դեռևս ամենամեծն ենք, մենք ունենք նաեւ դարաձաշրջանից հյուրեր, որ գալիս են միայն նայելու թեկուզ առանց հրավիրելու իրենք գալիս են, հետևում են, նայում են, դա նաեւ տուրիստական առումով շատ կարեւոր է, որովհետեւ տեսեք Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որ կա Ֆրանսիայի սրտում ամբողջ Եվրոպայից բերում է մոտավորապես 20000 մարդ։ Եվ որ պետության աջակցությունը ավելի ուժեղ է լինում եւ իրենք ավելի ուժեղ, ավելի շուտ են սկսում մարքեթինգը, ավելի շուտ են սկսում աշխատանքները եւ նաեւ այդ բյուջետի շնորհիվ ավելի մեծ անվանի հյուրեր են հրավիրում դարաձաշրջանից, Եվրոպայից սկսում են ամեն մարդ հոսքը դեպի Անսի քաղաք եւ 20-ից մինչեւ 50000 մարդ է լինում այդ ընթացքում։ Ակրեդիտացիաներ մոտ 25000 են առնում, դոմսերով դիտումները առանցին եւ այդքան տիպ։ Մենք կարծում ենք, որ վստահ ենք, որ եթե թարմ ուղեղով նորից մտածենք բիզնես ոլորտ որպես մենք գունենանք տարածաշրջանում կենտրոնանաց այդ հաբը IT անիմացիոն ոլորտը հավաքում ենք անիմացիայի հետ կապված IT ոլորտը հավաքելու ենք Երևանում, Հայաստանում եւ մի քանի տարի հետո երևի Երևանի ռեանիմանիայի ժամանակ, ռեապարադոնի ժամանակ հավաստիացնում եմ, որ թիվը տուրիստներու ավելի շատ է լինելու, քան թե հոկտեմբեր ամիսը մյուս տարիներուն։ Հաշվարկներ ունեք այդ թվերի մասով, մարդիկ սիրում են թվեր։ Կներկայացնեք, եթե կմտաբերեք։ Հենց այդ 3 իսկապես առանջապատության քննարկում ենք, որ արդեն ժամանակն է մի հատ research անել, որտեղ այդ research-ը, որ մենք խոսում ենք, որ պետք է հետազոտենք եւ թվերով խոսենք այլևս, որտեղ մեր փորձարկությունը հիմնված է թվերի վրա, բայց դեռևս այդպիսի հետազոտություն չի եղել եւ այդպիսի հետազոտություն հաշվարկում ենք երեք, որ մոտավորապես 30-40 հազար դոլարի պետք է նայ այդպիսի մի լուրջ մասնակիտական, որը գնանք 30 տարվա վերջին մեր զարգացումը
բանանենք, բայց մեր փորձառությամբ ուղիղ թիվ ես կարևոր թիվ ասի 2009 թվին ունենք 2000-ից պակաս մի քիչ էլ հանդիսատես 2024-ին ունենք արդեն 8000-ի չափ եւ ավել հանդիսատես եւ մասնակից ու ամենակարևորը մենք Ռիա Պարադոն որպես 2016-ին թե ավելի առաջ առաջին պարադոնն ենք որ Film Freeway-ի այդպիսի մի հատ հարթակ կա վճարովի մասնակցություններ թիմումները ստացանք մեզնից հետո մյուսները սկսան նաև իրենք էլ թիմել այդ քայլին վստահելով որովհետև մինչև այդ չէին վստահում գարզում որ Հայաստանի համար փող կվճարեն թիմելու մրցութային ծրագրին մենք առաջինը եղանք եւ սկսեցինք մենք վճարովի վերածել դա երկրորդ հիմա որ նորից առաջի քայլն ենք մենք որպես կինո պարադոն անում բացի դոմսի վաճառքներից մենք մեջտեղ դրեցինք այս անգամ ակրեդիտացիայի վաճառքը փաթեթային որը շատեր ասում են որ պետք չի մարդիկ չեն ուզենալու դենց եւ այն բայց բարձրացած որ պահանջ կա մարդիկ ուզում են որովհետեւ ինքը եթե դոմսը առաջարկվում է պահանջարկը ձևավորվում որը նախ եւ դա քաղաքագիրտ է քեղեցիկ է փոխանակ ամեն անգամ ինքը գա մի հատ դոմս առնի ինքը վերցնում է եւ 25000-28000 վճարի օրինակ ինքը վերցնում է մի հատ սիրուն ակրեդիտացիա որ իր վիզին գախում է եւ իշադակա պահում եւ փոխանակ 28000 վճարի օրինակ եմ ասում թվերը ինքը վճարում է 12000 դրամ 50%-ից ավելի զեղ չէ եւ ինքը կարող է ցանկացած ժամի ընտրի որ ֆիլմն է ուզում նայի եւ ինքը գնա այդ ֆիլմը նայի ու սա հոյակապան է օրինակ եթե մենք գնում ենք անսի մոտավորապես 600 եվրո է այդ ակրեդիտացիան որ մեզ թույլ է տալի միան օրի 2 կամ 3 ֆիլմ նայել մենք սիրով գնում ենք այդ ակրեդիտացիան արնում ենք որ ասենք անսիում ենք բայց հիմա մենք նաև այդ պատմությունն ենք ստեղծել պատմականորեն այդ քայլը արանք եւ ունենք ակրեդիտացիա վաճառքի գումարի մասին չէ խոսքը դա արդեն բիզնես պլատֆորմ որպես հասկանալ թե ինչքան կարեւոր է այդպիսի մի հարթակի Հայաստանը որ ինքը հյուրընկալում է եւ ներկայացում է միջազգային վարպետներին հայ վարպետների հետ հավասար ոչ թե հակառակը եւ իրենք որ գալիս են օրինակ մենք այս տարի ունենք Ռոբ Սահակյանցի 75-ամյակի ծրագիրը ռետրոսպեկտիվ հետադարձ ցուցադրումը եւ Լևա Թամանովը եւ ամեն տարի անպայման ուշադրություն դարձնում ենք եւ լուսաբանում ենք մի վարպետի հիմա այս տարի երկու վարպետների որոնք մեծ լուսավոր աշխատանք են դարել հայկական անիմացիոն ոլորտում եւ Ռոբը նաեւ իմ ուսուցիչն է եղել եւ նաեւ կարող եմ ասել իմ հետ ընկերացել ենք մի ինչ որտեղ որտեվ մեր հարաբերության մեջ այդ պահն է եղել ասենք հոմոս ենք կերել միասին հաց ենք կիսվել եւ այդ իրանց ներկայացում ենք ծանոթացում ենք միջազգային վարպետներին եթե հանկարծ տեղյակ չեն թե մենք ինչ ենք ունեցել որտեվ եւ որ ասում ենք որ 85 տարվա կամ 90 տարվա արդեն մոդավոր անիմացիոն պատմություն ունենք հարցում են ով է արել եւ դրա համար մենք օրինակ ստեղծել ենք միջազգային լավագույն մեծ վարպետներին այդպես ասած փեմից իրենց երախտագիտության որպես բادվելու համար իրենց անիմացիոն ոլորտում ունեցած ներդրումի համար դալիս ենք Ռոբ Սահակյանցի մրցանակը միջազգային վարպետին դրանով հանրայնացում ենք Ռոբերտ Սահակյանցը այսինքն որ ինքը գնում այդ մրցանակը իր դանը դնում է իր գործընկերները եւ հյուրերը եւ ворթիները եւ հասկականները բոլոր հարցնում են արցանը ինչ է ասել են Ռոբ Սահակյանցն է ինձ Հայաստանում են դրեցին ահա բիդի սկսեն հարց ու փորձ անել եւ բրբտել եւ իմանալ իսկ երկրորդը դալիս ենք Վալենտին Պոտնովի մրցանակը լավագույն քեղագիտական լուծում ունեցող միջազգային ֆիլմին ռեժիսորին ու դրանով նաև զանոթացնում ենք Վալենտինին իսկ երրորդ մրցանակը տալիս ենք իհարկե Լևա Թամանովի մրցանակը որը Լևա Թամանովը հայկական անիմացիոն ոլորտի հիմնադիրն է ստուդիոյի հիմնադիրն է 36-37 թվականներին եւ դա տալիս ենք հայկական լավագույն անիմացիոն ֆիլմին եւ դրանով բոլոր մեր ես սուրբ երրորդություն եմ ես ասում այս սուրբ երրորդությանը ուշադրություն ենք դարձում ամեն տարի անկախ դրանից թե մենք լավ ֆինանսական աջակցություն կունենանք պետական կամ չենք ունենա դա երեքը պարտադիր լինի անշուշտ է մի բան էլ եթե կուզեք ավելացնեմ կարևոր որովհետեւ մենք եւ ես անձամբ հավատում եմ որ
ֆիլմ ցուցադրելով դա չի լինի։ Մենք նաև ժամանակի մեջ դալիս ենք այդ նոր ժառանգությունը ստեղծելու հնարավորությունը, որովհետև հին ժառանգության վրա հենվելով մենք մի դեղ պիտի մահանանք եւ արդեն ոչ մի բան չմնա մեր ձեռքին։ Եվ դրա համար օրինակ մենք այդ համարտադրության ծրագրի մեջ մենք Հայաստան հիմնադրամի հետ միասին UNIC-ի եւ European Union-ի delegation-ի հետ միասին, Goethe Institute-ի հետ միասին դարիներով աշխատում ենք մի ծրագրի վրա, որ կոչվում է Correct համարտադրության հարթակ, որտեղ հայկական նախագծերը վերցնում ենք եւ մրցույթ են կազմակերպում միջազգային պրոդյուսերներն են հրավիրում արդեն 3 տարի է եւ միջազգային պրոդյուսերները լսելով այդ նախագծերը նախ քննադատում են եւ մեր կորզընկերների դված ֆինանսական աջակցությամբ իրենց մրցանակ ենք տալի նախագծերը վերապատրաստելու, մշակելու եւ այդ պրոդյուսերները որ հրավիրել ենք նաև ընտրում են այդ մի նախագծերից մեկը եւ դառնում են համարտադրող, այսինքն եթե բյուջեն 15000-20000 եվրո է, անմիջապես դառնում է 100-150 եվրոյի նախագիծ ու դա ոչ թե միայն ֆինանսական ներդրում է եւ համարտադրություն է, նաեւ ֆինանսական համարտադրություն է։ Սա կարևոր ներդրում է ԱԲԿ-ի մեջ եւ մեր կարգախոսն է եղել 3 տարի արդեն որ համահայկական հիմնադրամի հետ անում ենք եւ UNIC-ի հետ եւ Goethe Institute եւ European Delegation-ի հետ որ մեր ցերկբերումները լինեն շոշափելի թողնենք հետք ԱԲԿ-ի վրա որտեղ միշտ հինի վրա հենվելով մենք չենք կարող գոյատևենք նույնն էլ կոմիքսների բարակայինը նույն աջակցություն տալիս է համ մշակույթի նախարարությունը մրցութային ծրագրում հաղթողներին տալիս ենք ֆինանսական աջակցություն զարգացնելու իրենց նախագծերը, հետո մյուս տարի լավագույն դեղը գրավողին հրադարագում ենք Ria Comics-ի որպես արդեն հրադարացություն ենք գործում, նաև այդ նախագիծը եւ այս տարի առաջին անգամ լինելով Լենա Դերունցի մխիթարանքը, որ անցած տարի մրցանակ էր շահել, այս տարի նաև իրեն հատկացրեցինք մի փոքրիկ, բայց ոչ համեստ եւ նաև լավ գումար, որ գիրքը հրադարակվի։ Իհարկե նաև ունի այդ գործընկերներ։ Աջակցություն նաև է։ Եվ այսինքն դրա նաև դա կարևոր քայլ է, որ շոշափելի մի ժառանգ ենք թողնում դեպի ԱԲԿ։ Այո, մշակույթի կարևոր ուղղության մեջ։ Այ ժամանակը արդեն մոտենում է ավարտին, կուզեմ նաև ասեք թե քանի անիմացիա է ներկայանալու, ներկայացվելու մրցույթների ժամանակ եւ կա որևէ մեկը, որը դուք կառանձնացնեք ձեզ համար շատ հետաքրքիր է ու խորհուրդ կտաք, որ անպայման այդ օրը գան ներկա լինեն։ Ընդհանուր 15 դիամետրաժ ֆիլմ է կարծեմ, եթե մի քիչ կարող 1-2 հատ ավել ասած լինեմ, բայց մրցութային ծրագրերը դիամետրաժի 7 հատ են, եթե չեմ սխալվում 3-4-5 հատ էլ ոչ մրցութային ծրագիր են, բայց մրցութային ծրագրերը բարդաթիր խորհուրդ եմ տալի, որ բոլորը նայեն, մեկ մյուսից շատ հզոր գեղեցիկ է, իսկ եթե ընտանեկան այդպիսի ֆիլմի մասին ենք խոսում, որ ծնողները երեխաները ուզում են նայեն, ֆրանսիական ֆիլմ ունենք, որը Francis Secret of the Birds անգլերենով այս ընտրությունների գաղտնի երգը գեղեցիկ ֆրանսիական ֆիլմ է, որ անպայման երեխաները պետք է գնան նայել։ Երկրորդը Էլիոն է, մեր Pixar-ից Մադլեն Շարաֆյանի ֆիլմը, որ ամսի 26-ին կինոդանը ցուցադրվելու է, նաև ցուցադրվելու է Թումոյում, իդեպ Մադլեն Շարաֆյանի ներկայությունը մեր Թումոյի հետ համագործակցության շնորհիվ նաև տեղի ունեցավ, եւ Թումոյում անցկացնելու է վարպետաց դասընթացներ այնտեղ 2 օր եւ մի օր է ցուցադրում են այնտեղ լինելու հատուկ Թումոյի աշակերտների համար, իսկ ովքեր որ արդեն 16 տարեկան եւ մեծ են, 14 տարեկան լավ եւ մեծ են, անպայման խորհուրդ կտամ, որ լիամետրաժ ֆիլմերը բարդաթիր նայեն մրցութային ծրագրերը եւ նաեւ ովքեր որ անիմացիոն ոլորտում սիրահար են եւ մասնակցության են ցերկ բերել աշխատում են Մարանի օրերին բարդաթիր պատճտոնեն, որտեղ խոսել են Netflix-ի հեղինակները, Arcane-ի հեղինակները, Մադլեն Շարաֆյանը, Օսկարագիր։ Բաց չթողնելու շաբաթ է մի խոսքը։ Բաց չթողնելու շաբաթ է, որովհետև մենք նաև ինստիտուտներում ասում ենք, որ ցերուսանողները եթե թողնեն մի քանի ժամ բաց թողնեն 10-10 եւ կան այստեղ միանան, այստեղ
այս մի շաբաթվա մեջ է շատ մեծ փորձառություն եւ գիտելիք են ցերկ բերել, որ օգուտ դալու իրենց ուսումնական հետագանթացքի անշուշտ է։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Փոխադարձ շատ շնորհակալ եմ, հաջողություն։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Քասունին են, իսկ երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Հիշեցնեմ, որ Քասունին ռեափառատոնի հիմնադիր տնօրենն է, ամսի 19-ից մինչև 25-ը Երևանում մեծ փառատոն է անցկացվելու, որին կարող եք դուք եւս մասնակցել, չմոռանաք տոմսերը ձեռք բերել տոմսարկղից։ Կհանդիպենք, լավ եղեք։